Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թalisմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Одноклассникում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю для каждого человека, составляю отдельную натальную карту, астрологическую матрицу, делаю разные ритуалы, чистки, диагностику, делаю амулеты, талисманы, обереги. Если вам нужна моя помощь, вы можете обращаться. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю и онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, все мои прямые эфиры, они сохраняются на моих социальных сетях. Там у меня есть много каналов, вы можете подписаться, и та информация, что я с большой любовью вам даю, можете с этой информацией работать и использовать в вашей повседневной жизни. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի ես 2 ժամվա մտնում եմ ուղի եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեզ հետաքրքրող հարցերին, կատարում եմ ձեզ համար կանխատեսումներ։ Կանխատեսման համար դուք պետք է գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք որ ոլորտին է վերաբերվում ձեր հարցը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև անպայման գրեք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, ամուսնացած չեք, որպեսզի հարցերին ես ավելի կոնկրետ, ավելի ռեալ, ավելի ճիշտ ես դուք կարողանամ պատասխանել։ Սիրելիներս, իմացեք, որ իմ բոլոր եթերները պահպանվում են իմ բոլոր սոցիալական ցանցերում։ Եթե այդ հարցերը, որ դուք չեք ուզում, որ ձեր հարցը լինի հանրային, այդ հարցը մի տվեք ու եթերների ժամանակ կարողանալու եք այդ հարցը անհատական ինձ ուղղորդել, գրել իմ Telegram-յան ալիքներին, WhatsApp-ին, Viber-ին, բոլոր ալիքներին կարող եք նամակի ձևով ուղարկել, նման ձևով եւ նաեւ այդ դեպքում ես կկարողանամ ձեր այդ հարցերին պատասխանել։ Իմ եթերները պահպանվում են բոլոր սոցիալական ցանցերում։ Եթե գտնում եք, որ հարցը մասսայականացնելու, հանրայնացնելու հարց չէ, այդ հարցերը մի գտվեք։ Նաև այսպիսի իրավիճակ է մեր եթերների ժամանակ, սիրելիներս, եթե դուք կարող եք հարց տալ ձեզ հետաքրքրող ձեր վրա կա թուղթուգիր կաղանեցք, թե ոչ, ես այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Նաև եթե նայելու կանխատեսման ժամանակ ես կամ որ ձեր մոտ խնդիր կա եւ այդ խնդիրը նեգատիվի արդյունքն է, այդ դեպքում ես դա նույնպես կբարձրաձայնեմ։
Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они разговаривают только на русском, понимают только русский язык, они тоже могут на русском давать свои вопросы. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже отвечу. И для вас тоже, мои дорогие, я буду делать предсказания. Սկսենք սիրելիներս Նարե Տիգրան միասին կլինեն թե ոչ Նարե Տիգրան միասին կլինեն թե ոչ Դարապես ցույց է տալիս, որ խնդիրներ կա ձեր հարաբերությունների մեջ ոչ չեմ տեսնում, որ Նարե Տիգրան դուք միասին կլինեք ճիշտ է ցույց է տալիս, որ կա հարաբերություն, բայց որոշակի ժամանակ հետո ձեր հարաբերությունների մեջ ամբողջովին սառած քնած վիճակ է լինելու չեք լինի միասին Վիկտորիա 28 տարեկան տուն կունենա թե ոչ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիկտորիայի համար Վիկտորիա տուն կունենա թե ոչ Սիրելի Վիկտորիա ձեր վրա կա նեգատիվ ձեր վրա հնարավոր է ձեր ընտանիքի հնարավոր է անհատական ձեր վրա որի պատճառով ցույց է տալիս որ ձեր երազանքները մեծամասնությամբ 100% չեն կատարվում Սիրելի Վիկտորիա քանի կա այս նեգատիվը ձեր տուն ունենալը դա անընդհատ խնդիր է դառնալու բացի նրանից տուն ունենալը խնդիրներ ձեր կյանքի ամբողջ բոլոր ոլորտներում կլինի Սիրելի Վիկտորիա դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ հնարավոր է եւ տուն ունենալ հնարավոր է եւ բոլոր երազանքներին նպատակներին հասնել Դավիթ Թերմինե կհաշտվեն թե ոչ Դավիթ Թերմինե կհաշտվեն թե ոչ Ցույց է տալիս որ Այո, ճիշտ է հիմա խնդիրներ կա, բայց որոշակ ժամանակ հետո ձեր հարաբերությունների մեջ հաշտություն կմտնի Այո, Դավիթը քարկանի դեպից ես ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս Թինա 32 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թինայի համար Թինա 32 տարեկան անձնական Սիրելի Թինա ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն եթե նույնիսկ խնդիրներ կա եթե նույնիսկ խնդիրներ կա այդ խնդիրները խնդիրները վերջանում են ավարտվում են եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն կլինի հաղթանակներ կլինի երազանքների նպատակների կատարում Անգելինա 22 տարեկան ավագան Անգելինա 22 տարեկան ավագա Սիրելի Անգելինա, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում Ձեզ ավագայում սպասում է հաջողություն, հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում Լյուդմիլա 31 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լյուդմիլայի համար Լյուդմիլա 31 տարեկան անձնական Սիրելի Լյուդմիլա ձեր անձնական ոլորտում հաջողություն
հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, ինչ եթե նույնիսկ խնդիրներ կա սիրելի Լյուդմիլա, այդ խնդիրները լուծվում են, այդ խնդիրներից դուք կարողանալու եք դուրս գալ, հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս, երազանքների, նպատակների կատարում է ցույց տալիս, սիրելի Լյուդմիլա, Անահիտ Կարեն կլինեն միասին թե ոչ, Անահիտ Կարեն կլինեն միասին թե ոչ, կա նեգատիվ, հնարավոր է և Անահիտի, հնարավոր է և Կարենի, հնարավոր է երկուսի վրա կա նեգատիվ, որի պատճառով այդ հարաբերությունը չի լինի, բացի դրանից, քանի կա այս թուղթուգիրը, քանի կա այս նեգատիվը, ոչ Անահիտը, ոչ էլ Կարենը, իրենք չեն կարողանա իրանց անձնականը նույնիսկ առանձին կարգավորել, կա նեգատիվ, որը չի թողնում, որ դուք ձեր անձնական կյանքը դրսևորեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո սիրելի Անահիտ, սիրելի Կարեն, ձեր կյանքի մեջ կարող է մտնի հաջողություն, անձնական երջանկություն, Մկրտիչ 41 տարեկան անձնական, Մկրտիչ 41 տարեկան անձնական, Սիրելի Մկրտիչ, կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, ոչ ձեր մեկն է երկուս դառնում, ոչ էլ ձեր անձնականն է կարգավորվում, սիրելի Մկրտիչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա բացասական էներգետիկա, կապ կա ձեր վրա, ոչ անձնականը կլինի, ոչ էլ ֆինանսականը, սիրելի Մկրտիչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապը, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, չկա, անձնական փակված է, իհարկե ուղի եթերից հետո կարող եք զանգել, բայց ոչ ուղի եթերից ընթացքում, ուղի եթերից հետո կարող եք զանգել, Սարա 25 տարեկան անձնական, Սարա 25 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը, սիրելի Սարա, կա անձնական խնդիրներ, կա անձնական դժվարություններ, ոնց որ ձեր անձնականը չի ստացվում, այո, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, դուք էլ լավ նեղված եք, լավ հոգեբանական ոնց որ ճնշված վիճակի մեջ լինեք, սիրելի Սարա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա նեգատիվ, ձեր երազանքները, նպատակները ամբողջովին փակված է, դրա պատճառով ձեր անձնականը չի լինում, ոչ միայն անձնականը, սիրելի Սարա, դուք ձեր տեղը չեք գտնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, անձնականը ձեզանից փախնում է, սիրելի Սարա, Ոսկեհատ 28 տարեկան անձնական, Ոսկեհատ 28 տարեկան անձնական, Ոսկեհատ, կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, սիրելի Ոսկեհատ, ձեր երազանքները, նպատակները գլխի վրա տարած է, սիրելի Ոսկեհատ, ձեր մայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, որի պատճառով ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր մայրական ազգի, ձեր վրայից վերածրեք և ձեր անձնական կյանքի մեջ կլինի հաջողություն, սիրելի Ոսկեհատ, ուշադրություն դարձրեք, մորեղբայրներ, մորաքույրեր, իրենց տան մեջ նման իրավիճակ է, իրենց երեխաների մոտ նման իրավիճակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական, կլինի երջանկություն, բարև ձեզ, բարև ձեզ,
Շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Նարեկ 25 տարեկան ֆինանսական Սիրելի Նարեկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր ֆինանսականը փակված է, միայն ֆինանսականը չի փակված, ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ է, դուք ոնց որ գիտեք ինչ, եկել եք սիրելի Նարեկ, ընկել եք մի հատ փակ տարածքի մեջ, դռները փակ են, գիտեք ինչ, ոնց որ փակուղու առաջ կանգնած լինեք, Սիրելի Նարեկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի ֆինանս, կլինի հաջողություն, կլինի անձնական երջանկություն, ոչ փող կա, ոչ անձնական, սիրելի Նարեկ, բարև ձեզ, Հարութ Մերի, կամուսնանաք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հարութի և Մերիի համար։ Այո, սիրելի Հարութ, սիրելի Մերի, ճիշտ է, որ շագի դժվարություններ կլինի, բայց դուք կամուսնանաք, Ոսկեհատ Դավիթ, իրենց տունը կունենան թե ոչ, Ոսկեհատ Դավիթ, իրենց տունը կունենան թե ոչ, Ընդհանրապես ցույց է տալիս, որ պետական դռների հետ խնդիրներ կա, հնարավոր է բանկային խնդիրներ, հնարավոր է պետական դռները, հնարավոր է և ֆինանսական և իրավական դռների հետ կապված խնդիրներ, սիրելի ոսկեհատ Դավիթ, գիտեք ինչ, փակված է սիրելի ոսկեհատ, փակված է ձեր հաջողության ճանապարհը, ձեր ընտանիքի հաջողության ճանապարհը, դրա պատճառով խնդիրներ կա պետական դռների, անձնական հարաբերությունների, սիրելի ոսկեհատ, սիրելի Դավիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր դեմ հաջողության ճանապարհը կբացվի, կլինի տուն, կլինի ձեր երազանքները կկատարվեն, քանի կա այս նեգատիվը չի լինի, խնդիրներ կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, ձեր շնորհակալությունը կհայտնեք, եթե իմ ալիքներին, տիկտոկյան ալիքներին, յութուբյան ալիքներին, ընդհանրապես գրանցվեք։
Спасибо, спасибо. Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ձեր լավ խոսքերի, ձեր նվերների համար շնորհակալ եմ։ Արմեն 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 41 տարեկան անձնական։ Սիրելի Արմեն, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականի վրա կա նեգատիվ, ձեր անձնականի վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի Արմեն, եւ նոր կլինի անձնական, ձեր անձնականը անընդհատ քանդվում է, սիրելի Արմեն։ Ես ձեզանից եմ շատ շնորհակալ։ Հասմիկ 44 տարեկան ֆինանսական, Հասմիկ 44 տարեկան ֆինանսական։ Սիրելի Հասմիկ, ձեր ֆինանսական ոլորտում կա պրոբլեմներ, կա դժվարություններ, շատ ես նեղված, վազում ես, բայց օգուտ չկա։ Սիրելի Հասմիկ, ձեր ֆինանսական ոլորտում ճիշտ է կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, որոշակի ժամանակ հետո ձեր ֆինանսական ոլորտի մեջ կմտնի հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր այդ երազանք նպատակները կկատարվեն։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Արուսիկ 38 տարեկան անձնական։ Արուսիկ, սիրելի Արուսիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, սիրելի Արուսիկ, փակված է, անձնական չկա, դա անձնական չի, ծաղրու ծանակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Ռոզա 36 տարեկան անձնական։ Ռոզա 36 տարեկան անձնական։ Սիրելի Ռոզա, ձեր անձնականը փակված է, ձեր հայրական ազգի վրա կա անեծք, ձեր հայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով չկա անձնական։ Նման իրավիճակ է քո հորաքույրների կյանքի մեջ, քո հորեղբայրների կյանքի մեջ, ազգի մեջ կա վաղաժամ մահեր, ազգի մեջ կա չբերություն, ազգի մեջ կա տղա ունենալու հետ կապված դժվարություններ, կա հիվանդություն։ Սիրելի Ռոզա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, նոր կլինի երջանկություն։ Արմինե 33 տարեկան
Դուք տղա երեխա կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր сирելի Արմինեի համար։ У вас будет мальчик или нет? Сейчас посмотрим, дорогая моя. Вообще-то показывает, что есть трудности и в финансах, и в любовных отношениях, и в личной жизни. Вообще-то есть трудности в вашей личной жизни. Սիրելի Արմինե, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում, ոնց որ խնդիրներ, դժվարություններ ու խնդիրներ է։ Դուք անընդհատ չեք կարողանում այդ խնդիրներից, այդ դժվարություններից, այդ խնդիրներից դուրս գալ։ Գիտեք ինչ, սիրելի Արմինե, дорогая моя, такой большой негатив на вас нету, но большой сглаз есть, который закрывает все ваши пути. У вас все время неудача. Неудача в личной жизни, неудача в финансовой жизни, неудача даже чтобы у вас ребенок родился, мальчик. Есть большой негатив с виду с глаза, с виду աչք կա ձեր վրա, սիրելի Արմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այդ աչքը, այդ նեգատիվը ձեր վրայից մաքրեք, հաջողություն կլինի ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, նաեւ ձեր տղա ունենալու ցանկությունը կկարգավորվի, փակված է ձեր այդ ցանկության առաջ, սիրելի Արմինե, Աննա, Հարութ, երբ բալիկ կունենաք, Աննա, Հարութ, երբ բալիկ կունենաք, Սիրելի Աննա, սիրելի Հարութ, դուք բալիկ կունենաք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, ժամանակն է տարիներ չէ, դուք բալիկ կունենաք, Նազան 22 տարեկան, տեսնենք ինչ է սպասում ձեզ մոտակա ամիսներին ձեր ֆինանսական ոլորտում, Նազան 22 տարեկան, Սիրելի Նազան, խնդիրներ կա ձեր կյանքի մեջ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, դուք էլ լավ զգում եք, որ ձեր մոտ ամեն բոլոր ճանապարհները փակված է, հնարավոր է նման իրավիճակի դեպ գնաս, սիրելի Նազան, ոչ միայն ֆինանսական խնդիրներ կլինի նաեւ անձնական խնդիրներ, կլինի նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Նազան, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր հաջողության ճանապարհը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանս, կլինի աշխատանք, կլինի անձնական, ամբողջովին բոլորը փակված է։ Բարև ձեզ, Արմինե 41 տարեկան, ֆինանսական, Արմինե 41 տարեկան, ֆինանսական,
Սիրելի Արմինե, ձեր ֆինանսականը փակված է։ Կա խնդիրներ աշխատանք ճարելու, աշխատանք գտնելու, վարձատրության հետ կապված կա խնդիրներ, կա պետական ֆինանսական դռների հետ կապված խնդիրներ, պարկեր, վարկեր, դուք չեք կարողանա այս դժվարությունից դուրս գալ։ Ցույց է տալիս, որ ձեր վրա կա նեգատիվ, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, կա անեծք, որի պատճառով անընդհատ կա ֆինանսական խնդիրներ, անընդհատ կա ֆինանսական դժվարություններ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արմինե, կլինի եւ ֆինանսական հաջողություն, կլինի նաեւ անձնական երջանկություն։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ, որ դուրը թողում եք, այդ դուրը փակվում է, սիրելի Արմինե։ Աննա 33 տարեկան, երբ կգնեք ձեր համար հողամաս, երբ կգնեք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Դա արապես ցույց է տալիս, որ դժվարություններ կա, ոչ միայն հող գնելու, նաև աշխատելու, նաև անձնականի հետ կապված կա դժվարություններ եւ փաստաթղթերի հետ կապված եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, սիրելի Աննա։ Սիրելի Աննա, ընդհանրապես ցույց է տալիս, որ ցկցկվում է, մոտակա ժամանակներում ցույց չի տալիս, որ դուք կարողանաք ձեզ համար այդ հողամասը կնել, ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Չեք քանի կա այս նեգատիվը, սիրելի Աննա, չեք կարողանա հողամաս կնել։ Ինչին մոտիկ եք գնում, ինչին ձեռ եք տալիս, չի ստացվում։ Սիրելի Աննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, թող մի հատ ձեր վրա մաքրման գործողություն կատարի, որպեսզի այս նեգատիվը ձեր վրայից դուրս գա եւ ձեր եւ գործնական եւ անձնական ոլորտում լինի հաջողություններ։ Մխիթար Կարինե, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մխիթարի եւ Կարինեի համար։ Սիրելի Մխիթար, սիրելի Կարինե, ձեր անձնականը չի լինի, որովհետև հնարավոր է եւ Մխիթարի, հնարավոր է եւ Կարինեի վրա կա թուղթուգիր, անեծք, որի պատճառով ձեր անձնականը կքանդվի, կկայկայվի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը, սիրելի Մխիթար, սիրելի Կարինա, ձեր անձնականը կփլուզվի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հերմինե, 28 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում, կա խնդիրներ նաև ձեր ֆինանսական ոլորտում, կա խնդիրներ, սիրելի Հերմինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ամեն ինչ գլխի վրա է տարած, պայքարում եք, բայց
քայլ չեք անում, սիրելի Հերմինե, ձեր կյանքի ընթացքը ամբողջովին գլխի վրա տարած է։ Դուք եթե նույնիսկ դեպի լույսն եք գնում, մեկ էլ հայտնվում եք խավարի, հայտնվում եք պրոբլեմի մեջ։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր մոտ ամեն ինչ գլխի վրա տարած է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ էներգետիկան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական հաջողություն, կլինի գործնական հաջողություն։ Մելքոն 32 տարեկան ընդհանուր Մելքոն 32 տարեկան ընդհանուր Սիրելի Մելքոն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ընդհանուր ձեր մոտ ամեն ինչ հետ է գնում, ոչ թե առաջ է գնում, այլ հետընթաց է գնում։ Սիրելի Մելքոն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր կյանքում լինի հաջողություն։ Խնդիրներ կա եւ անձնական, եւ գործնական, եւ առողջական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Աննա Արթուր, ինչ է սպասվում։ Աննա Արթուր, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, բայց դուք կարողանալու եք այդ ֆինանսական խնդիրները դուրս գալ։ Սիրելի Աննա, սիրելի Արթուր, ձեր կյանքի մեջ ֆինանսական հաջողություն է մտնում։ Եթե նույնիսկ ֆինանսական խնդիրներ կա, դուք այդ խնդիրները կարողանում եք հաղթահարել եւ դուրս գալ։ Գեղեցիկ 34 տարեկան անձնական Գեղեցիկ 34 տարեկան անձնական Սիրելի գեղեցիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, ձեր գործնականն է փակված, դուք ոնց որտեղ թոփում եք մի տեղում, առաջխաղացում չկա, կյանքի մեջ երջանկություն չկա, սիրելի գեղեցիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, դուրս եկեք այս մագիայից, նոր կլինի անձնական։ Ասիա 61 տարեկան, երբեք տուն ունենալու։ Ասիա 61 տարեկան, երբեք տուն ունենալու։ Ընդհանրապես, սիրելի Ասիա, կա նեգատիվ, կա թուղթուգիր, որի պատճառով չեք կարողանում տուն ունենալ, որի պատճառով սիրելի Ասիա, ունեք առողջական խնդիր, ունեք անձնական խնդիր, ձեր ընտանիքի մեջ, ձեր ազգի մեջ կա պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը, այս թուղթուգիրը, սիրելի Ասիա, ձեր ազգի վրայից հանեք, նոր կլինի տուն, նոր կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, հաջողություն չի լինի, հաջողությունը ձեր ընտանիքից, ձեր ազգից բախտում է։ Նարեկ Մանուշակ, անձնական, Նարեկ Մանուշակ, անձնական, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում,
ոնց որ տարաձայնություններ, խռովություններ, սիրելի Նարեկ, սիրելի Մանուշակ, ցույց է տալիս, որ ճիշտ է կան խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծվում են։ Ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, հաջողության ժամանակահատված։ Դուք այդ խնդիրներից կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Աշոտ 54 տարեկան ֆինանսական հաջողություն, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աշոտի համար։ Աշոտ 54 տարեկան։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Աշոտ, կա ֆինանսական դժվարություններ, կա խնդիրներ պետական դռներից, հնարավոր է բանկային համակարգի, հնարավոր է օրինապահ իրավական համակարգի հետ կապված։ Սիրելի Աշոտ, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով կա ֆինանսական խնդիր, ձեր հաջողությունը ամբողջովին փակված է։ Ձեզ թվում է դուք շարժվում եք, ոչ մի քայլը ձեզ թվում է թե անում եք առաջ, ընդհակառակը բազմաթիվ քայլեր հետընթաց է բերում։ Սիրելի Աշոտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաջողություն, քանի կա նեգատիվը, ավելի մեծ բարդություններ եւ դժվարություններ կլինեն, սիրելի Աշոտ։ Մերի 37 տարեկան անձնական, Մերի 37 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնականի վրա կա թուղթուգիր, ձեր անձնականի վրա կա մագիա, փակված է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Մերի։ Դավիթ, Զարինե, կմիանաք թե ոչ։ Դավիթ, Զարինե։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Դավիթ, ոչ, սիրելի Դավիթ, չեք միանա, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դուք չեք միանա, քանի կա այս նեգատիվը միացում չի լինի։ Ընդհանրապես, քանի կա այդ նեգատիվը, սիրելի Դավիթ, հնարավոր է, որ ոչ դուք, ոչ Զարինեն չկարողանան նույնիսկ առանձին իրենց անձնականը կարգավորել։ Արման 33 տարեկան, երբ կամուսնանա եւ հաջողություն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման 33 տարեկան, երբ կամուսնանա։ Սիրելի Արման, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով չի լինի ամուսնություն։ Անհատական Արմանի վրա կա սատանայական գործողություն, կախարդանք, մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արման, նոր կլինի անձնական հաջողություն, նոր կլինի ամուսնություն, Արմանի ամուսնության ճանապարհը, անձնական երջանկության ճանապարհը փակված է։ Անուշ 48 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 48 տարեկան,
կա խնդիրներ, սիրելի անուշ, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, բայց այդ դժվարությունները, պրոբլեմները ժամանակավոր են, դուք կկարողանաք իհարկե Աստծո կամքով այդ դժվարություններից, պրոբլեմներից դուրս գալ հաղթանակով։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի անուշ։ Թերմինե 39 տարեկան ֆինանսական աշխատանք։ Տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Թերմինե 39 տարեկան ֆինանսական աշխատանք։ Կա դժվարություններ, սիրելի Թերմինե, փակված է ձեր հաջողության ճանապարհը եւ գործնական ոլորտում, եւ անձնական ոլորտում, սիրելի Թերմինե, ձեր վրա կա նեգատիվ, փակում է ձեր հաջողության ճանապարհը, ինչին ձեր եք գծում, դա ձերքից գնում է, փախնում է, սիրելի Թերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ֆինանս, նոր կլինի անձնական, ամեն ինչ թերի է ձեր կյանքի մեջ, սիրելի Թերմինե, Լարիսա Սարոկ, բարիշեք թե ոչ, տեսնենք ինչ է ասում դիեզերքը, Լարիսա Սարոկ, բարիշեք թե ոչ, հաշտություն կլինի թե ոչ, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Լարիսա, սիրելի, այո, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դուք կբարիշեք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեզանից, ձեր այդ լավ խոսքերի համար, գրանցվեք իմ ալիքներին։ Անահիտ 54 տարեկան, ֆինանսներ, հաջողություն, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Անահիտի համար, Անահիտ 54 տարեկան, սիրելի Անահիտ, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր տան վրա կա անեծք, որի պատճառով չկա հաջողություն, չկա անձնական երջանկություն, կա թշնամություն, կա պրոբլեմներ, կա խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս նեգատիվը, այս բացասական էներգիան ձեր վրայից, ձեր տան վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, ընդհակառակը հետընթաց է, չկա հաջողություն, չկա անձնական երջանկություն, պրոբլեմներ, թշնամություն, կշտություններ, խնդիրներ։ Շնորհակալ եմ ձեզանից, ձեր լավ խոսքերի համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Անունե 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Նունեի համար, Նունե 27 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում, սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում կա պրոբլեմ, գալիս է ձեր անձնականը տեղ չի անցնում, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր անձնականը մեկից տեղ կհասնի, ձեր անձնական երազանքներն ու նպատակները կկատարվեն, փակված է ձեր հաջողության, անձնական երջանկության ճանապարհը, սիրելի Նունե, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Նարա Կարեն, անձնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Նարայի եւ Կարենի համար։ Նարա Կարեն,
Սիրելի Նարա, սիրելի Կարեն, ձեր անձնական ոլորտում, եթե նույնիսկ կա խնդիրներ, այդ խնդիրները լուծվում են։ Ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից ձերբազատվում եք։ Ձեր կյանքի մեջ մտնում է ֆինանսական հաջողություն, ֆինանսական ստաբիլ իրավիճակ։ Հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի, եթե նույնիսկ կա խնդիրներ, խնդիրներ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Էմա 25 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Էմա 25 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Այո, սիրելի Էմա, դուք աշխատանք կունենաք, հաջողություն կլինի ոչ միայն ձեր աշխատանքային ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Էմա, դրանք կկատարվեն։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Հրաչ 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հրաչի համար։ Հրաչ 33 տարեկան անձնական։ Սիրելի Հրաչ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, հնարավոր է ձեր և մայրական և հայրական ազգը անեծքի տակ է։ Սիրելի Հրաչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը չի լինի անձնական, ընդհակառակը պրոբլեմներ, դժվարություններ, խնդիրներ և խնդիրներ։ Աննա Լևոն, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի Լևոնի համար։ Աննա Լևոն։ Այո, կմիանաք։ Աննա Լևոն, դուք կմիանաք։ Դուք ում կարող եք դիմել, ում գտնում եք հարմար կարող եք դիմել, ես նույնպես մաքրման գործողություն եմ կատարում, կարող եք նաև ինձ դիմել, բայց կամքը ձերն է, ինչպես ձեզ հարմար է։ Ես և մաքրման գործողություն եմ կատարում, և պաշտպանություն եմ դնում, բոլոր տեսակի ծիսակարգեր կատարում եմ։ Այսօրվա իմ բոլոր ունկնդիրները, ովքեր որ հիմա տեսահոլովակ են այս ուղիղետերին մասնակցում են, բոլորը ունեն նեգատիվ էներգետիկա, խացավս բռնեց, բարև ձեզ, Արմինե 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։
Սիրելի Արմինե, եթե նույնիսկ կա անձնական խնդիրներ, ձեր այդ խնդիրները լուծվում են, հաջողություն կա եւ ձեր անձնական ոլորտում, եւ ձեր գործնական, եւ ձեր ֆինանսական ոլորտում։ Ներսես 53 տարեկան հաջողությունը տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Ներսեսի մոտ Ներսես 53 տարեկան Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ սիրելի Ներսեսի կյանքի մեջ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց դրանք ժամանակավոր են, որոշակի ժամանակ հետո Ներսեսի կյանքի մեջ հաջողության ժամանակահատված է մտնում։ Ճիշտ է, կա խնդիրներ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները, խնդիրները լուծվում են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արմեն 37 տարեկան աշխատանք կունենա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 37 տարեկան Կա խնդիրներ Արմենի անձնական ոլորտում, գործնական ոլորտում, Արմենի վրա կա թուղթուգիր, կա նեգատիվ, հնարավոր է Արմենի ազգի վրա կա նեգատիվ, կապված է իր հաջողության ճանապարհը, անձնական երջանկության ճանապարհը, ֆինանսական հաջողության ճանապարհը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Արմեն, մակրվեք այս կավանքներից, այս կախարդանքից, կլինի աշխատանք, փակված է ձեր հաջողության ճանապարհը, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, սրտիկների համար, Կոհար 34 տարեկան առողջական Կոհար 34 տարեկան առողջական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար Կա առողջական խնդիրներ սիրելի Կոհար Ոչ միայն առողջական, նաև կա անձնական խնդիրներ Սիրելի Կոհար Ճիշտ է ցույց է տալիս, որ կա խնդիրներ առողջական, բայց ցույց է տալիս նաև լավացման process։ Ճիշտ է, դա անմիջապես այսօրվա ընթացքում չեք լավանա, բայց սիրելի Կոհար, անպայման բժիշկին հետևեք, բժիշկի տված խորհուրդներին հետևեք, դուք կկարողանաք լավանալ, կկարողանաք առողջանալ։ Ճիշտ է, երկար է ցույց տալիս բուժումը, բայց դուք կկարողանաք Ձեր առողջական պրոբլեմը կապ չունի թուղթուգրի, կապ չունի անեծքի հետ, դա ֆիզիոլոգիական խնդիր է։ Բուժվեք, սիրելի Կոհար։ Լիանա 35 տարեկան, կամ ուստանա թե ոչ։
Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 35 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Լիանա, ձեր ծառը պտուղ չի տալիս։ Այո, սիրելի Լիանա, կամուսնանաք և շատ մոտ ժամանակահատվածում։ Այո, սիրելի Լիանա, դուք կամուսնանաք։ Ռուսլան 33 տարեկան, ֆինանսական։ Ռուսլան 33 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, փակված է ձեր և ֆինանսականը, փակված է և ձեր անձնականը, փակված է ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռուսլան, նոր կլինի հաջողություն, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները, խնդիրներ, պրոբլեմներ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Լիանա Պարկև, կմիանաք թե ոչ, կլինեք միասին թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի և Պարկևի համար, կլինեք միասին թե ոչ։ Այո, սիրելի Լիանա, սիրելի Պարկև, դուք կլինեք միասին, այո։ Անդրանիկ 35 տարեկան, այս տարի կամուսնանա թե ոչ։ Անդրանիկ 35 տարեկան, այս տարի կամուսնանա թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ խնդիրներ կա մեր սիրելի Անդրանիկի։ Այո, կամուսնանա։ Խնդիրներ կան, պրոբլեմներ կան, բայց այս տարի Անդրանիկի անձնական կյանքի մեջ յուրահատուկ անակնկալ, ուրախ անակնկալ կմտնի, Անդրանիկը կամուսնանա։ Նայեցի ձեզի սիրելի Լիանա, քո հայր 73 տարեկան, կարողանա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի քո հայրի համար։ Քո հայր 73 տարեկան, կարողանա թե ոչ։ Կա խնդիրներ մեր սիրելի քո հայրի առողջական ոլորտում։ Այո, կարողանա։ Քո հայրը կարողանա։ Քո հայրը կարողանա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Անի 36 տարեկան, անձնական։ Անի 36 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի
Անի համար։ Սիրելի Անի, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, ընդհանրապես անձնական չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրուղություն, նոր կլինի անձնական։ Արթուր 30 տարեկան։ Ինչ սպասել ամսի 7-ին։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 30 տարեկան։ Ընցուց է տալիս, որ Արթուրի կյանքի մեջ հաջողություն է մտնում և անձնական և ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակ, որ ունի ամսու 7-ի հետ կապված, այդ երազանքը և նպատակը կատարվում է։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Ես ձեզանից եմ, շնորհակալ։ Անահիտ 19 տարեկան, անձնական։ Սիրելի Անահիտ, ոնց որ ձեր անձնական կյանքի մեջ տխուր իրավիճակ է եղել։ Ձեր անձնական կյանքի մեջ տարօրինակ իրավիճակ է եղել, դուք ոնց որ նեղված լինեք, ոնց որ ձեր երազանքը նպատակը կատարված չլիներ։ Խնդիր կա նաև ձեր ֆինանսական ոլորտի հետ կապված, սիրելի Անահիտ, բայց այստեղ ցույց է տալիս, որ ուղղակի ժամանակ է պետք, որոշակի ժամանակ, սիրելի Անահիտ, և ձեր անձնական և ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Այն էլ ինչ որ եղել է ձեր անձնական ոլորտում, դա ոչ թե դժբախտություն է, այլ չկաչարիք առանց բարիք։ Ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, անձնական երջանկության, ֆինանսական հաջողության ժամանակահատված։ Տարօրինակ վախեր կան, տարօրինակ հոգեբանական ճնշված իրավիճակ կա, բայց դուք այդ իրավիճակից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Անահիտ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ, շնորհակալ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, Հասմիկ 38 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 38 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է ցույց տալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ձեր անձնական ոլորտում հաջողություն է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, սիրելի Հասմիկ, դուք այդ խնդիրները դուրս եք գալիս այդ խնդիրներից։ Հաջողություն է ձեր եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական ոլորտում։ Հաջողություններ։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Արմինե 44 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը
մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 44 տարեկան անձնական։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքից, նոր կլինի անձնական հաջողություն։ Կա պրոբլեմներ, կա խնդիրներ, որը թուղթուկրի նեգատիվի արդյունք է, որ մաքրվեք այս քաոսից, այս տարօրինակ իրավիճակից դուք կկարողանաք հեշտությամբ դուրս գալ։ Խնդիրներ կա, սիրելի Արմինե, ձեր վրա թուղթուկիր կա, ձեր վրա անեծք կա, փակված է ձեր կյանքի, ոչ միայն անձնականը, բոլոր ոլորտներում է խնդիրներ կա։ Իզաբելա 44 տարեկան, նոր աշխատանք կիկանցնեք, թե ոչ։ Իզաբելա 44 տարեկան։ Խնդիրներ կա ձեր, դժվարություններ կա։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ մոտակա ժամանակներում հնարավոր է աշխատանքի առաջարկություն լինի։ Սիրելի Իզաբելա, հնարավոր է ֆինանսական անկան էլ քեզ համապատասխան չլինի, բայց այդ աշխատանքին անպայման գնացեք, որովհետև հետագայում հնարավոր է, որ այդ աշխատավարձը, վարձատրությունը բարձրանալու, աճելու հնարավորություն ունենա։ Կլինի աշխատանք։ Ծաղիկ 48 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծաղիկի համար։ Ծաղիկ 48 տարեկան ընդհանուր։ Սիրելի ծաղիկ, հաջողություններ կա և ֆինանսական, և անձնական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր ֆինանսական ոլորտում մտնում է հաջողություն, դրամական հոսքեր, աշխատանք, աշխատավարձի բարձրացում, հաջողություն է մտնում։ Էմմա Արման անձնական, Էմմա Արման անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմմայի, մեր սիրելի Արմանի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արման, սիրելի Էմմա, ֆինանսական դժվարություններ կա, բայց դուք այդ խնդիրներից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելիներս, եթե նույնիսկ խնդիր ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվում է։ Կիմա 63 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կիմայի համար։ Կիմա 63 տարեկան ընդհանուր։ Կա դժվարություններ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Կիմա։ Ընդհանրապես մեր սիրելի Կիման անընդհատ մենակ է։ Դժվարությունները, խնդիրները, պրոբլեմները ինք անընդհատ մենակ է հաղթահարում։ Այժմ է ցույց է տալիս, որ Կիմայի մոտ տարօրինակ իրավիճակ է, չի կարողանում ճիշտ որոշում կայացնել, խնդիրներ կա կյանքի բոլոր ոլորտներում, ոնց որ Կիման իրեն կորցրած լինի։ Սիրելի Կիմա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր ընտանիքի վրա կա նեգատիվ, որի պատճառով նման իրավիճակ է, որի պատճառով մի պրոբլեմից դեռ դուրս չեկած, ընկնում եք մյուս պրոբլեմի և խնդիրի մեջ։ Սիրելի Կիմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրել։
Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի մեջ, ձեր անձնական ոլորտում, ձեր հարազատների, ձեր ընտանիքի մեջ կլինի հաջողություն, որովհետեւ այստեղ ցույց է տալիս վազում եք եւ ոչ մի ոլորտում հաջողություն չկա։ Հնարավոր է նաեւ կիմայի մոտ առողջական խնդիրներ, հնարավոր է զարգերակային ճնշում, այրան հետ կապված խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, թող կիման այդ նեգատիվից, այդ խնդիրներից ձերբազատվի։ Աննա Ռաֆո, ինչ է մտածում տղան, տեսնենք ինչ է մտածում Աննա Ռաֆո, ինչ է մտածում Ռաֆիկը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները չեն լինի սիրելի Աննա, սիրելի Ռաֆո, ցույց է տալիս, որ հենց Ռաֆոյի մոտ բացասական մտածմունքներ է այդ հարաբերությունների մասին, ոչ մի դրական բան չկա։ Սիրելի Աննա, հնարավոր է ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում, նույնիսկ Ռաֆիկի հետ ձեր անձնականը չի ստացվի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր անձնական կյանքի մեջ կմտնի հաջողություն, սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուկիր, բարև ձեզ, Գուրգեն 63 տարեկան ընդհանուր, Գուրգեն 63 տարեկան ընդհանուր, սիրելի Գուրգեն, Գուրգենի վրա կա թուղթուկիր, Գուրգենի վրա կա թուղթուկիր, դրա պատճառով ընդհանուր կա խնդիրներ, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական։ Հնարավոր է Գուրգենի մոտ առողջական խնդիրներ, միզասեռական ուղիների հետ կապված, հիրիկամների հետ կապված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Գուրգենի վրայից այս նեգատիվը մաքրեք, նոր կլինի Գուրգենի կյանքի մեջ հաջողություն, անձնական երջանկություն, ֆինանսական հաջողություն, նաև առողջություն։ Քնարիք Արամ, կամուսնանաք թե ոչ։ Քնարիք Արամ, կամուսնանաք թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց դուք կամուսնանաք։ Կան խնդիրներ, բայց այդ խնդիրները կլուծվեն, ձեր մոտ ցույց է տալիս, որ հարաբերությունների ակտիվացում կա, հարաբերությունների շարունակություն կա, ապագա ձեր հարաբերությունների մեջ։ Ալինա 47 տարեկան, ապագա ֆինանսական, Ալինա 47 տարեկան, սիրելի Ալինա, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Ալինա, ձեր խնդիրները կախված է թուղթուկրից անեծքից, դա քանդում է ձեր անձնականը, քանդում է ձեր ֆինանսականը, ինչին հիմնվում եք, ինչին հենվում եք, այս նեգատիվը քանդում է, ընտանիք, անձնական, ֆինանսական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի եւ ֆինանս, կլինի եւ անձնական։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։
Աղուն 63 տարեկան զանգ կստանա իր տղամարդու կողմից թե ոչ։ Աղուն 63 տարեկան զանգ կստանա իր տղամարդու կողմից թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ոնց որ տարօրինակ իրավիճակ է։ Ոչ, սիրելի աղուն, փակված է ձեր հաջողության ճանապարհը, ձեր նույնիսկ բաժանության խնդիրը նեգատիվն է, նեգատիվը ձեր ճանապարհները փակվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի աղուն, այս նեգատիվը ձեր վրայից, ձեր սիրած տղամարդու վրայից մաքրեք, որպեսզի ձեր ճանապարհները չփակվեն։ Քանի կա այս նեգատիվը զանգ չեք ստանա։ Շնորհակալ եմ։ Մանուկ 50 տարեկան առողջական, Մանուկ 50 տարեկան առողջական։ Սիրելի մանուկ, ձեր վրա կա թուղթուկիր, որի պատճառով կա առողջական խնդիր։ Եթե նույնիսկ դուք դիմում եք փուշ հիմնարկություն, ձեզ առողջացման պրոցեդուրան չի ստացվում։ Դուք նաև բուժման պրոցեդուրայի հետ պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, սիրելի մանուկ։ Դիմեք պայծառատեսի, դիմեք էքստրասենսի, թող այս թուղթուկիրը ձեր վրայից մաքրի եւ բուժումը կլինի արդյունավետ։ Եթե այս նեգատիվը ձեր վրայից չմաքրվի, բուժումը օգուտ չի տա։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը դուք կհայտնեք սիրելիներիս։ Գրանցվեք իմ տիկտոկյան ալիքներին, յութուբյան, ֆեյսբուքյան, Ադնակլասնիկին, կոնտակտին, տելեգրամյան ալիքներիս, բարև ձեզ, բարև ձեզ։ Անահիտ 54 տարեկան, ձեր բնակարանը կվաճառվի թե ոչ։ Անահիտ 54 տարեկան, սիրելի Անահիտ, ձեր վրա, ձեր բնակարանի վրա կա թուղթուկիր, կա անեծք, կա հաճք, կա նավս, որի պատճառով չի վաճառվի։ Բացի դրանից հնարավոր է խնդիրներ։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը հանեք ձեր վրայից, հանեք ձեր բնակարանի վրայից, նոր այդ բնակարանն կվաճառվի, նոր ձեր կյանքի մեջ էլի կմտնի հաջողության ժամանակահատված, քանի այս նեգատիվը կա, վաճառք չի լինի։ Կարինե 43 տարեկան, ինչ է սպասվում։ Կարինե 43 տարեկան, ինչ է սպասվում։
Սիրելի Կարենե, հաջողություն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք հաղթանակով, հաղթությունով դուրս եք գալիս, հաջողություն է սպասվում եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սերգեյ Այդա, կամուսնանաք թե ոչ։ Սերգեյ Այդա, կամուսնանաք թե ոչ։ Սերգեյ Այդա, ոչ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, հնարավոր է եւ Սերգեյի, հնարավոր է եւ Այդայի, հնարավոր է երկուսին միասին, քանի այս թուղթուկիրը կա, այս նեգատիվը կա, ամուսնություն չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը մաքրեք, սիրելի Սերգեյ, սիրելի Այդա, նոր հնարավոր է լինի ամուսնություն, նոր հնարավոր է լինի անձնական երջանկություն։ Լիլիթ 31 տարեկան, ինչ է սպասվում։ Լիլիթ 31 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Լիլիթ, երջանկություն, հաջողություն, երազանքների, նպատակների կատարում, ձեզ հաջողություն է սպասում։ Սիրելի Լիլիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Ռոբերտ 50 տարեկան, տեսնեք, Ռոբերտը չէ, ձեր անունը գրեք, գրած է Պոնչ, գրեք ձեր անունը, որպեսզի ես կարողանամ ասել։ Ռոբերտ 50 տարեկան, ձեր թղթերը կլինեն, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոբերտի համար։ Ռոբերտ, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա պրոբլեմներ։ Այո, ձեր թղթերը կլինեն, սիրելի Ռոբերտ, ճիշտ է, որոշակի դժվարություններ կա, բայց ձեր թղթերը կլինեն։ Անգելինա 25 տարեկան, ընդհանուր։ Անգելինա 25 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Անգելինա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է, երջանկություն է, երազանքների, նպատակների կատարում է, երջանկություն է ցույց տալիս։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անգելինա, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Արկադի Սիրանուշ, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արկադի եւ Սիրանուշի համար։ Արկադի Սիրանուշ։ Կա խնդիրներ, սիրելի Արկադի, սիրելի Սիրանուշ, բայց այդ խնդիրները լուծվում են։ Կա ֆինանսական խնդիրներ, որը չի թողնում, որ ձեր անձնական հարաբերությունների մեջ ավելի ուժեղ իրավիճակ լինի, լավ, դրական, բայց այդ իրավիճակը ժամանակավոր է, ձեր կյանքի մեջ մտնում է եւ ֆինանսական հաջողություն, եւ անձնական երջանկություն։ Սիրելի Արկադի, սիրելի Սիրանուշ, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։
Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրանցվեք իմ ալիքներին, սիրելիներս։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Սիրելի Մարի անչափահասներին չեմ նայում։ Լեյլա 20 տարեկան անձնական։ Լեյլա 20 տարեկան անձնական։ Սիրելի Լեյլա, փակված է ձեր անձնականը, ձեր ազգի վրա կա թուղթուգիր, ձեր ազգի վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Լեյլա, նոր կլինի անձնական, փակված է, ձեր վրա կա անեծք, ձեր ազգի վրա փակված է։ Հասմիկ 31 տարեկան առողջական։ Հասմիկ 31 տարեկան առողջական։ Սիրելի Հասմիկ, ճիշտ է, կա առողջական խնդիրներ, բայց նաև կա լավացում։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, դուք այդ առողջական խնդրից, այդ խնդրից կձերբազատվեք, լավացում է ցույց տալիս։ Լուսինե 41 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 41 տարեկան անձնական։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, փակված է անձնականը, խնդիրներ կա Լուսինեի անձնական ոլորտում, կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ։ Օֆելիա 45 տարեկան գործնական։ Օֆելիա 45 տարեկան գործնական։ Սիրելի Օֆելիա, ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Ինչ նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ խնդիր ու պրոբլեմներ կա, այդ խնդիրն ու պրոբլեմները Աստծո կամքով դուրս եք գալիս։ Ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Մայրամ 28 տարեկան անձնական։ Մայրամ 28 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնականը փակված է, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ունեք հորաքույր, հորեղբայր, այդ ազգի մեջ կա խնդիրներ, սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք էլ լավ գիտեք, սիրելի Մայրամ, որ ձեր անձնականը փակված է, մաքրվեք կլինի անձնական, բարև ձեզ, բարև ձեզ։ Մերի 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։
Մերի Մերի 22 տարեկան ընդհանուր Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր անձնականը, ընդհանուր փակված է եւ անձնականը, եւ գործնականը, եւ ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ճիշտ է երիտասարդ եք, դեռ կարող է վազեք, ձեր սեփական էներգիան օգտագործեք, բայց հաջողություն չի լինի։ Քանի այս նեգատիվը Մերի վրա է, հաջողություն չի լինի։ Անուշ 54 տարեկան ընդհանուր Անուշ 54 տարեկան ընդհանուր Խնդիրներ կա, սիրելի Անուշ, վախեր կա, վախենում եք որոշում կայացնեք, կա խնդիրներ եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում։ Սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիր, կա առողջական խնդիր, կա անձնական դժվարություն, կա ֆինանսական խնդիր, կա դեպրեսիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից, նոր կլինի հաջողություն, ընդհանուր ամբողջովին փակված է, սիրելի Անուշ, Կոր 29 տարեկան Կոր 29 տարեկան Սիրելի Կոր, ձեզ սպասվում է հաջողություն եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կոր, ձեր երազանքը նպատակը կատարվում է, հաջողություն է ձեր կյանքի մեջ, սիրելի Կոր։ Հաջողություն եւ անձնական եւ գործնական ոլորտում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Անգելինա 25 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Անգելինա 25 տարեկան անձնական Սիրելի Անգելինա Անգելինայի ազգի վրա կա նեգատիվ փակված է անձնականը Անգելինայի ազգի վրա կա նեգատիվ փակված է անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն կլինի անձնական, փակված է։ Ալյոնա 25 տարեկան գործնական, Ալյոնա 25 տարեկան գործնական, Սիրելի Ալյոնա, այսօր ես ինչ տարօրինակը ու եթեր են, սիրելի Ալյոնա, ձեր եւ հայրական, ձեր եւ մայրական ազգը ամբողջովին նեգատիվի տակ է, շարժվում եք, տեղ չեք հասնում, ոչ գործնական կա, ոչ անձնական կա առողջական խնդիրներ, ձեր ազգի մեջ կա առողջական խնդիրներ, ձեր ընտանիքի մեջ կա պրոբլեմներ, սիրելի Ալյոնա, ընտանիքի մեջ կա դժվարություններ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից դուք ձերբազատվեք, սիրելի Ալյոնա, կլինի աշխատանք, կլինի անձնական, դուք
այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտների դեմը աշկելափակոց է դրել, փակած է։ Խաթուն 34 տարեկան, ինչ է սպասվում։ Խաթուն 34 տարեկան, ինչ է սպասվում։ Խաթուն, սիրելի խաթուն, հաջողություն է սպասվում եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է սպասվում, բարև ձեզ, լավ եմ, շնորհակալություն, լավ եմ։ Պարքև 39 տարեկան անձնական, Պարքև 39 տարեկան անձնական, սիրելի Պարքև, ձեր անձնական ոլորտում հաջողություն է, սեր, միություն, ընտանիք, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ, որ ունի Պարքևը, դրանք կատարվում են, հաջողություն է Պարքևի անձնական ոլորտում, Աննա 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար, սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Չիվան 22 տարեկան անձնական, Չիվան 22 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Չիվան, կա դժվարություններ, փորձում ես այդ խնդիրներից, սիրելի Չիվան, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, փակված է և ձեր անձնականը, փակված է և ձեր ֆինանսականը, գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքի էներգետիկան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական սիրելի Չիվան։ Փորձում եք հաջողություն ունենալ, չի ստացվում, անընդհատ փակվում է ձեր անձնականի ճանապարհը, ոչ միայն անձնական, նաև ֆինանսական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից և կլինի անձնական սիրելի Չիվան։
Շնորհակալ եմ։ Լուսինե 27 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Ինչ է սպասվում։ Սիրելի Լուսինե, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով ոչ մի լավ բան չի սպասվում։ Կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական դժվարություններ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Կանի կա այս նեգատիվը, ոչ մի լավ բան չկա, սիրելի Լուսինե։ Բարև ձեզ։ Այսօր ասկանը սիրելի ունկնդիրներ, այսօր ցանկանում եմ վերջացնել իմ ետերս, ինչպես գիտեք, վաղը նույնպես 2 ժամով մտնելու եմ ուղիղ ետեր, ակտիվ եղեք, եթե մարդիկ կան, հարազատներ, բարեկամներ կան, ովքեր որ խնդիրներ ունեն, պրոբլեմներ ունեն, ովքեր որ ցանկանում են իմ ուղիղ ետերներին մասնակցել եւ իրենց հարցերը տալ, այդ մարդկանց տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի ես 2 ժամով մտնում եմ ուղիղ եթեր, որպեսզի այդ մարդիկ էլ մասնակցեն, այդ մարդիկ էլ իմ այս ծառայությունից կարողանան օգտվել։ Նարա 49 տարեկան, առողջական։ Սիրելի Նարա, ձեր առողջական ոլորտում, եթե նույնիսկ առողջական խնդիր կա, բայց դուք այդ առողջական խնդրից ձերբազատվում եք, լավացում է ցույց տալիս, ապակինում է ցույց տալիս, ապակինվեք դուք սիրելի Նարա, դուք կապակինվեք։ Բարև ձեզ։ Սուրիկ անձնական 43 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուրիկի համար։ Սուրիկ անձնական 43 տարեկան, սիրելի Սուրիկ, ձեր վրա կա թուղթուկիր, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական։ Ձեր վրա կնոջ կողմից կատարված թուղթուկիր կա, սիրելի Սուրիկ։ Մաքրեք, որպեսզի լինի անձնական։ Բալասան 41 տարեկան, տուն կունենաք 2025 թվականին, թե ոչ։ Բալասան 41 տարեկան, այո սիրելի Բալասան, դուք տուն կունենաք 2025 թվականին, դուք տուն կունենաք։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ։ Արթուր Տաթևիկ բաժանում կլինի, թե ոչ։ Արթուր Տաթևիկ բաժանում կլինի, թե ոչ։ Կա դժվարություններ, սիրելի Արթուր, սիրելի Տաթևիկ, ոչ, բաժանություն չի լինի։ Ճիշտ է, դժվարություններ կա, խնդիրներ կա, բայց բաժանություն չի լինի։ Նիգար 53 տարեկան անձնական։ Սիրելի Նիգար, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Ինչ նպատակ որ ունեք, սիրելի Նիգար, ձեր այդ նպատակը կատարվում է։ Նունե 27 տարեկան անձնական։ Նունե 27 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում։ Սիրելի Նունե, ձեր և անձնականն է փակված, և ֆինանսականն է փակված, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի անձնական։ Սիրելի Նունե, փակված է ձեր անձնականը։ Բարև ձեզ, բարև ձեր։ Սոնիկ 76 տարեկան, ձեր տունը կվաճառվի, թե ոչ։ Սոնիկ 76 տարեկան, ձեր տունը կվաճառվի, թե ոչ։ Երազանքդ որ վաճառվի, դա լապես ցույց է տալիս, որ չի վաճառվի, որովհետև կա աչք, կա նավթ, ինչ գործակ որ ցանկանում եք կատարել, չի ստացվում։ Քանի այս նավթը կա, սիրելի Սոնիկ, չեք կարողանա այդ տունը վաճառել։ Բացի դրանից խնդիրներ կա ձեր ընտանիքի մեջ, ձեր ազգի մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և կմտնի հաջողություն ձեր կյանքի մեջ, սիրելի Սոնիկ։ Նեգատիվ կա, որի պատճառով ինչ որ ցանկանում եք, չի ստացվում, չի ստացվում։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Այս կանը, սիրելիներս, այսօր ցանկանում եմ արդեն ավարտելու